Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տաջիկստանում է, նա Դուշանբեում մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Նա հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, քննարկել այդ երկրի հետ բազմաոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին եւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը։ Գիշերն ու Բարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, դրա հիմնական օջախն արդեն մարվել է, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Կեսգիշերից աղբավայրի տարածք բեռնատարներով հող է տեղափոխվել տարածքը ծածկելու համար։ Դեռևս ծխացող հատվածներ կան, աշխատանքներն ակտիվ ընթանում են։ Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ևս 8 անձի, որոնք կապված են Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ, երբ քաղաքացիների բազմությունը փորձել էր գրոհել նախագահական նստավայրի վրա։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 44 մարդ, ևս 4-ը հետախուզման մեջ են։ Հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահական նստավայրի ցանկապատերը եւ փորձել ներս մտնել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ։ Իսրայելի կառավարությունը ուրբաթ օրը վավերացրել է պաղեստինյան Համաս զինյալ խմբավորման հետ հրադադարի մասին համաձայնագիրը, ճանապարհ հարթելով Գազայում ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում դադարեցնելու եւ այնտեղ պահվող իսրայելցի պատանդներին դրանից հետո 72 ժամվա ընթացքում ազատ արձակելու համար։ Համասի ղեկավար Հալիլ Այհայան իր հերթին հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին։ Նա ասել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆահի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում։ Ալ-Հայան հավելել է նաև, որ Համասը միջնորդներից եւ ԱՄՆ վարչակազմից երաշխիքներ է ստացել, որոնք հաստատում են պատերազմի լիակատար ավարտը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը միջազգային առաքելության շրջանակում կհետևեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պահպանմանը։ Ֆիլիպիների ափերի մոտ 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալով էպիկենտրոնը գտնվել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի հետևանքով Ֆիլիպիների մի շարք քաղաքներում չեղարկվել են դպրոցական պարապմունքները։ Ցունամիի սպառնալիքի պատճառով տարհանում է հայտարարվել, նախնական տվյալներով 1 մարդ մահացել է։ Այսօր եւ վաղը Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Սպասվում է քամու ուժգնացում։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 21-ից 23, գիշերը 7-ից 9 աստիճան տաքություն։